Բարև բոլորին, այսօր միասին մենք ընթերցելու ենք Հովհաննես Թումանյանի Սևուկ Ուլիկը հեքիաթը, ուղղակի Ուլիկը տեղեր կա, որ գրված է Սևուկների, բայց տեղերել կան, որ գրված է միայն Ուլիկը։ Հիմա կվերցնենք գիրքը, բացենք հեքիաթը, ես կընթերցեմ, իսկ ովքեր որ գիտեն, ես վստահ եմ, որ գիտեք, Մայրիկի խոսքի հատվածը, այո, միասին կասնիրա, անտարում մի այծերին ունենում է մի գեղեցիկ ուլ, ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու, արածում է և իր ունը կունցկլիկը տուն է գալիս, դուրը զարկում ու մկկում կանչում, սևուկ ուլիկ, միասին ասենք, հա? Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարե սար, կաթ եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ կատամ քեզ, սևուկ ուլիկ սիրուն բալիկ։ Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում, մայրը կաթ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։ Այս բոլորը թաքուն տեսնում են, գայլը ճիշտ է, մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում, հիմա կարող եք գայլի նման ասել, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարե սար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ կատամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը լսում է ու պատասխանում, հետո ես դու չեմ ճանաչում, իմ մայրը այդպես չի կանչում, նա քաղցր ու բարակ ձայն ունի, քո ձայնը կոշտ է ու կոպիտ, դուռը բաց չեմ անի, գնա, չեմ ուզում քեզ։ Գայլը հեռանում գնում է, գալիս է մայրը ու դուռը ծեծում և ասում, ինչ է ասում, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարե սար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց ներս գամ ես, անուշ կատամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը դուռը բաց է անում, կաթ ընդունում, մորը պատմում, ուլիկ, սիրուն բալիկ, ասում է դուռը բաց արա, այնպես հաստ ձայն ուներ, այնպես վախեցա, դուռը բաց չարի, ասի չեմ ուզում, գնա, պա, սևուկ ջան, ինչ լավ է եղել, որ բաց չես արել, ասա վախեցած մայրը, այդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի, մյուս անգամ էլ որ դա բաց չանես, ասա գնա, թե չէ իր մայրը քեզ կսպանի իր սուր օձերով։